Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մեր 60 հաղորդաշարի այսօրվա համարում խոսելու ենք Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր դեմքերից մեկի Մխիթար Գոշի մասին։ Մխիթար Գոշը համարվել է ոչ միայն առակագիր եւ իրավական գիրք գրած դատաստանագիրք, ինչպես մեր հեռուստադիտողների մեծ մասին հայտնի է, այլև եղել է ամբողջ հյուսիսարևելյան Հայաստանի եւ նույնիսկ կարելի ասել հայ իրականության գլխավոր վարդապետներից մեկը։ Կոնկրետ հյուսիսարևելյան Հայաստանում եղած այդ ժամանակվա արևելյան վարդապետ կոչված դասի գլխավոր դեմքն էր, թիվ 1 դեմքը, որը հայտնի է մնացել սկզբնաղբյուրներում որպես եռամեծ վարդապետ հայոց։ Մխիթար Գոշը մեծարվել է միջնադարյան մեր սկզբնաղբյուրներում իբրև եռամեծ հայ վարդապետներից մեկը, իբրև իմաստուն անձնավորություն, գիտությունների գիտակ մարդ եւ հետաքրքիր է, որ օրինակ հատկապես պատմիչ Կիրակոս Գանձակեցին խոսել է նրա մասին բավական մանրամասնություններով, մեծարանքով եւ դա պատահական չէ, որովհետեւ Կիրակոս Գանձակեցու ուսուցիչը վանական վարդապետներ, իսկ վանական վարդապետի ուսուցիչը եղել է հենց Մխիթար Գոշը։ Այստեղ պետք է մենք անդրադառնանք վերստին արևելյան վարդապետների խնդրին, որի մասին մեր նախորդ հաղորդումներից շատերի ընթացքում խոսել ենք։ Բանն այն է, որ Հայաստանի տարածքում, հյուսիսարևելյան Հայաստանում, այն ժամանակ, երբ Կիլիկյան Հայաստանում էր գտնվում եւ նրա հարևան տարածքներում էր գտնվում կաթողիկոսական աթոռը, այստեղ մեր միջավայրում հոգևոր հաստատություններ, իբրև հոգևոր նաև գիտական հաստատություններ վարդապետարաններն են դառնում առաջնային եւ այս վարդապետարան համալսարանների գլխավոր գործող անձինք վարդապետները շատ հաճախ ընդհանրական դիրքորոշման անհրաժեշտություն էին ունենում եւ նրանք նախ եւ առաջ Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի եւ ինքնուրույնության պաշտպաններ էին եւ հետաքրքիր է, որ նրանք նաեւ պահպանում էին հայոց պետականության գաղափարը, կարելի ասել ազգային գաղափարների պահապաններն էին, յուրահատուկ պահապաններ, 5-րդ դարի թարգմանչած շարժման նմանողությամբ էին գործում եւ ինչպես այն ժամանակ կար թիվ 1 վարդապետ նրանց մեջ Մեսրոպ Մաշտոցը, այս դեպքում մենք նույնպես ունենք առաջին դեմք վարդապետների մեջ եւ ահա Մխիթար Գոշը իր կենթանության վերջին շրջանում եղել է հենց այդպիսին։ Մխիթար Գոշը թողել է բավական մեծ ժառանգություն, 10-ից ավելի աշխատություններ, որոնք տարբեր բնույթի են, եւ եթե մեր հեռուստադիտողներին ավելի շատ հայտնի է իբրև պարզապես առակագիր, հատկապես խորհրդային շրջանի սերունդներ հայրենակիցները դպրոցում օրինակ անցել են նրան իբրև առակագիր, իսկ արդեն իրավաբաններին նա առավել հայտնի է իբրև գիրք դատաստանի աշխատության հեղինակ, բայց նա նաև բավական մեծ ավելի լայն ժառանգության ստեղծող է եւ օրինակ Զաքարյան եղբայրների խնդրանքով նա գրել է հայոց եկեղեցու դավանանքի ուղղափառությունը հաստատող որոշակի մի փաստաթուղթ, մի գրություն, հայտարարություն, այս վերնագրի սկզբում այդպես էր նշվում բառը եւ սա շատ կարեւոր էր, որովհետեւ նա ամփոփում էր արևելյան վարդապետների դիրքորոշումը հայ եկեղեցու դավանանքի ճշմարտացիության շուրջ։ Ըստ սկզբնաղբյուրներում առկա տեղեկությունների համադրության Մխիթար Գոշը ծնվել է 1120-ական թվականներին Գանձակ քաղաքում եւ նախնական կրթություն ստանալուց հետո արդեն ամբողջացրել է վարդապետի համար անհրաժեշտ կրթություն եւ ստացել վարդապետական գավազան։ Այստեղ կարելի է նշել, որ նրա ուսուցիչների շարքում է եղել Հովհաննես վարդապետ Տավուշցին եւ նա նաեւ այլ ուսուցիչների է ունկնդրել եւ հետո որոշել է, որ պետք է ավելի խորագիտակ դառնա, հմտանա իր ժամանակաշրջանում հայտնի տարբեր գիտությունների մեջ եւ այդ նպատակով մեկնել է Կիլիկյան Հայաստան, նույնիսկ թաքցրել է արդեն որ վարդապետ է եւ այստեղ Սև Լեռան վանքերում փաստորեն շարունակել է ստանալ լրացուցիչ կրթություն, տեղի իմաստուններից ստացել է լրացուցիչ գիտելիքներ
եւ այնուհետեւ վերադարձել հայրենի Գանձակ քաղաք։ Այստեղից նա որոշում է տեղափոխվել Հաթերքի Վախթանգ իշխանի մոտ հյուսիսային Արցախ, այսինքն եւ այստեղ նրա հովանու ներքո գործելուց հետո նա որոշում է հաստատվել Գետիկի վանքում։ Գետիկի վանքում նրա գործունեությունը ցավոք ընդհատվում է այն բանից հետո, երբ տեղի ունենում երկրաշարժ եւ վանքն ավերվում է։ Նրանից հետո արդեն Մխիթար Գոշի գործունեության ամենաբուրըն շրջանն է սկսում։ Նա մտերմանում է Զաքարյան իշխանների հետ, բանն այն է, որ այդ ժամանակ հյուսիսարևելյան Հայաստանում Զաքարյան իշխանների գլխավորությամբ ազատագրման գործընթաց էր գնում եւ Զաքարյան իշխանները յուրօրինակ իշխանապետության համակարգ էին ստեղծում, որի գլուխ կանգնած էր Զաքարե Զաքարյանը, Ամիր Սպասալարի պաշտոնով, այսինքն վրաց պետության նա զորքերի գլխավոր հրամանատարներ, սպարապետներ եւ նրանց կազմում հայկական իշխանների թիվ 1 գլխավոր անձներ եւ Զաքարե Զաքարյանի եւ նրա եղբոր Իվանեի հովանավորությունը վայելելով եւ նաեւ տեղի իշխանների, հայկական տեղի իշխանների աջակցությունը ստանալով նա կարողանում է հաստատվել մի նոր վայրում Գետիկի վանքից ոչ հեռու եւ հիմնում է նոր Գետիկի վանքը։ Այստեղ հետաքրքիր է, որ նա պահպանում է կապը փաստորեն Հաթերքի իշխանների հետ եւ պատահական չէ, որ նոր Գետիկի վանքի շինարարության պայմաններում փաստորեն ստանում է նաեւ նրանց աջակցությունը։ Այս առումով իհարկե շատ հետաքրքիր է այդ հոգեվոր կապը ուտիկ, Արցախ եւ մնացած հատվածը Հայաստանի, մեր ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքը փաստորեն հոգեվոր միասնության մեջ է, միասնական օրակարգ է ձևավորվում եւ ահա այս միջավայրում Մխիթար Գոշը վարդապետների արևելյան վարդապետ կոչված կամ հյուսիսային կողմանց վարդապետներ Հայաստանի նրանց մեջ դառնում է թիվ 1 անձը։ Եվ այստեղ կրթություն են ստանում ժամանակաշրջանի կարևորագույն տարբեր դեմքեր եւ օրինակ նրա գործը ուղիղ շարունակողն է դառնում եւ նրա մահվանից 1213 թվականին Նոր Գետիկի վանքում փաստորեն նրա մահվանից հետո գործը շարունակում է նրա վանական վարդապետը։ Մխիթար Գոշը Նոր Գետիկի վանքի տարածքում ծավալում է շինարարական մեծ աշխատանքներ եւ նաեւ իր համար փաստորեն հանգստարան հիմնելու գործ է նախաձեռնում եւ այստեղ պետք է նշել, որ փաստորեն հենց նրա գործունեության շնորհիվ Նոր Գետիկի վանքը ստանում է Գոշավանք անվանում եւ հատկապես նրա մահվանից հետո սկզբնաղբյուրներում հենց այդ ձևով է հիշատակվում։ Երբ խոսում ենք Մխիթար Գոշի մասին, այստեղ պետք է ուշադրություն դարձնենք մեկ այլ կարևոր հանգամանքի վրա, որ Մխիթար Գոշը Զաքարյան եղբայրների համար եղել է մերձավորագույն կերպար եւ որ ամենակարևորն է Զաքարե Զաքարյանի խորհրդատուն է եղել մերձավոր խորհրդականը եւ նրա խոստովանահայրը։ Այս առումով մենք տեսնում ենք, որ Հայաստանի թիվ 1 աշխարհիկ անձի համար նա եղել է թիվ 1 հոգևոր անձը եւ եթե խոստովանահայրը որևէ մեկին ընկալում մի որևէ անձ, ապա չափազանց նրան վստահում է։ Չէ՞ որ հայ եկեղեցում, Հայաստանի Ծառայքելական Սուրբ եկեղեցում անհատական խոստովանությունը կատարվում է դեմ առ դեմ, այսինքն չի թաքցվում խոստովանողի անձը եւ այս պարագայում մենք պետք է հասկանանք, թե ինչքան մեծ վստահություն կար այս երկու կարևոր անձերի միջև։ Չմոռանանք, որ Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ է ազատագրվել մեր հինավուրց մայրաքաղաք Անին, համայնքական վերջին մայրաքաղաքը եւ հենց այստեղ է, որ նա փաստորեն պետք է ստանձներ այդ նոր ձևավորվող իշխանապետության համակարգի թիվ 1 անձի դերը։ Այս առումով ստացվում է, որ մեր ժամանակակից հանրապետության տարածքը եւ հարակից տարածքները ազատագրվել են հենց նրա գլխավորությամբ եւ նման պայմաններում պատկերացնում ենք, թե գաղափարական ինչ միջավայրում նա պետք է լիներ եւ այստեղ իր առանցքային տեղն ու դերն ունի նաեւ Մխիթար Գոշը։ Գոշի նույնիսկ առակները, որ նա մշակել է եւ առակները մենք գիտենք, որ ժողովրդական ստեղծագործություն են եւ նրանք նրա կողմից հղկվել մշակվել են, մի կողմից համապատասխանեցվել են աստորեն աստվածաշնչյան սկզբունքների եւ գաղափարներին, մյուս կողմից այստեղ մենք շատ հաճախ տեսնում ենք նաեւ քաղաքական գաղափարներ, այսինքն օրինակ իշխանների, թագավորների, հոգեորականների, շինականների դերը այս ամենում այնպես է ներկայացվում, որ հասարակության մեջ յուրաքանչյուրն ունի
որոշակի կարևոր դերակատարություն, հստակ գործառույթ եւ այս փաստորեն խրատական ուղերձների միջոցով նա կատարում է սոցիալական, այսպես ասենք, կոնստրուկցիայի, հասարակության կոնստրուկցիայի հստակ ամրագրում, ում դերը ինչպիսին պետք է լինի այլաբանական պատումների միջոցով շատ հաճախ, բայց փաստորեն նրանց մեջ կան հստակ գաղափարներ, սրանք անիմաստ, ինչ որ զուտ, ինչ որ առակագրական, պես ընդհանրական խրատական ուղերձներ չեն։ Եվ եթե մենք նայում ենք ով է մանավանդ կանգնած հետևում, ինչ կերպար է, մենք հասկանում ենք, որ դրանք չէին կարող պատահական լինել։ Մխիթար Գոշի գործունեության մեջ, իբրև փաստորեն արևելյան վարդապետների մեջ թիվ 1 անձ, կարևոր է նշել, որ նա մասնակցել է 1205 եւ 1207 թվականներին փաստորեն Լոռեևանի ժողովների հրավիրմանը եւ որոշումների կայացմանը, եղել է առանցքային դերակատար այդ ամենում եւ այստեղ իհարկե կարևոր էր մի կողմից Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու ինքնության եւ ինքնուրույնության պաշտպանումը, դավանաբանության, ինքնուրույնության հստակեցումը այդ ժամանակ, որ մեր դիրքորոշումներն անփոփոխ են, մի կողմից կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերություններում, որ այդ ժամանակ Կիլիկյան Հայաստանն էր, բարդություններ այդտեղ տեսնում, մյուս դեպքում վրաց ուղղափառ եկեղեցու հետ։ Բանն այն է, որ Կիլիկյան Հայաստանը լինելով այդ ժամանակ Միջերկրական ծովի արևելյան ափին խաչմերուկ իսլամի եւ քրիստոնեության տարբեր ուղղությունների միջև հարաբերություններում, ունենալով հարաբերություններ բյուզանդական կայսրության հետ, ունենալով հարաբերություններ կաթոլիկ Եվրոպայի հետ, որոնք խաչակրաց շարժումներով հայտնվել էին Միջերկրական ծովի արևելյան ափին եւ ստեղծել խաչակրաց պետություններ, հաճախ կանգնում էր խնդրի առաջ, որ Հռոմի Պապի կողմից օրինակ դավանական զիջումների այսպիսի ակնկալիք էր լինում։ Մյուս կողմից Հյուսիսարևելյան Հայաստանը ազատագրվելով փաստորեն վրաց թագի հովանու ներքո ամեն դեպքում այստեղ կարող էր հաճախ վրաց փաստորեն եկեղեցու կողմից ճնշման հավանականության բախվել եւ այստեղ օրինակ հարց էր դրվում վրաց եկեղեցու սովորույթի համաձայն շարժական խորան ունենալու, օրինակ արշավանքների ժամանակ զինված ուժերում, բայց դա անթույլատրելի էր հայոց եկեղեցու տեսանկյունից եւ բնականաբար նման հարցերը պետք է քննարկվեին այս ժողովների շրջանակում եւ տրվեին հստակ պատասխաններ։ Բնականաբար Գոշը ուներ շատ հստակ այս հարցերի շուրջ դիրքորոշում եւ միաժամանակ նա բաց էր հարաբերություններ հաստատելու տարբեր առաքելահիմն, այսպես ձևակերպենք, եկեղեցիների հետ, հիմքում ունենալով այն գաղափարը, որ ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցուց են տարանջատվել դավանական տարբեր ուղղություններ։ Այսինքն, եթե այսօրվա մենք տերմինով խոսենք սրա մասին, նա էկումենիզմի որոշակի գաղափարներ էր կրում, բայց նրա այս գաղափարների առանցքում բնականաբար հայոց եկեղեցու դավանական ինքնության եւ բացարձակ անկախ կարգավիճակի ավտոկեֆալիա բառն է այստեղ պես տերմին որպես տեղին օգտագործել այս ամենի բացարձակ պաշտպանն ու կրողն էր։ Մխիթար Գոշի ստեղծագործական ժառանգության մեջ բնականաբար առանցքային դեր ունի Գիրք դատաստանի աշխատությունը, որ ամփոփվել է 1184 թվականին, բայց մենք պետք է նշենք, ինչպես արդեն ասենք, 10-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է, նրանցից օրինակ գործերից կան, որ մեզ չեն հասել, բայց հասած գործերը շատ տարբեր են իրենց բովանդակությամբ։ Իսկն առակներից եւ աղոթքներից մինչեւ փաստորեն իրավագիտական աշխատություն եւ օրինակ Երեմիայի մարգարեության մեկնություն եւ այլ աշխատություններ, դավանաբանական փաստորեն հայտարարություն եւ այլն եւ այլն։ Այս առումով Մխիթար Գոշը բավական հետարքիր կերպար է բազմազան իր ստեղծագործական ժառանգության մեջ եւ առանցքային որպես իր ժամանակաշրջանի ազգային հոգեվոր գործիչ։ Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում եւ հետագայում բազմաթիվ հրատարակումներ են ունեցել։ Նրանք կարևոր բարոյախրատական իրենց գործառույթն ունեն նույնիսկ մեր օրերում, չնայած որ գրվել են միջնադարյան հասարակության
տվյալ դեպքում Հայաստանում հնարավոր թագավորության վերականգնման պայմաններում հստակ հասարակական կոնստրուկցիա ստանալու համար, հասարակական հարաբերությունների հստակ դաշտ խրատական լեզվով։ Իսկ հա դատաստանագիրքը արդեն տալիս է իրավական կարգավորումներ այդ ամենին եւ հետաքրքիր է, որ դատաստանագրքի առանցքում կա պետություն։ Շատ հստակ կա թագավորության գաղափարը, ընդ որում կենտրոնացված ուժեղ պետության մասին է խոսքը գնում, թագավորական իշխանությունը համարվում է աստվածային ծագում ունեցող եւ դրանով թագավորի անձը համարվում է սրբազան։ Սա շատ կարևոր է, որովհետեւ նա ապրել է մի ժամանակաշրջանում, երբ աստիճանաբար Զաքարյանների գլխավորությամբ Հայաստանի ազատագրման գործընթացը պետք է ծավալվեր։ Այսինքն մենք չենք կարող կտրել այդ ստեղծագործությունը իր ժամանակաշրջանից։ Մի կողմից նա բխում է բնականաբար Աստվածաշունչ մատյանից, պայմանական, ասենք, մովսիսական օրենքից օրինակ սկսած, մինչև միջնադարի ընթացքում հայ եկեղեցու ընդունած տարբեր եկեղեցական ժողովներում ընդունված որոշումների, դրույթներից եւ իհարկե իր ժամանակաշրջանում խնդիր է դնում ապահովելու գործընթաց նախ եւ առաջ բնականաբար որոշակի խրատական հիմքով, այսինքն բարոյական կողմը, բարոյագիտական կողմը ապահովելով գործընթացների, մյուս կողմից իրավական կարգավորումներ։ Այսինքն մենք գործ ունենք թագավորության վերականգնման ուղղությամբ դրա համար նախնական իրավական միջավայր ձևավորելու միտման հետ։ Մեծ հաշվով սա կարելի ասել տվյալ ժամանակաշրջանի քաղաքական գաղափարների մշակման ստեղծագործություն է նաև ոչ միայն իրավական ակտ եւ ցավոք շատ հաճախ հատկապես խորհրդային շրջանում մեկնաբանվել է նրա գիրք դատաստանին պարզապես իբրև իրավական ակտերի ժողովածում։ Բարեբախտաբար այդ ժամանակաշրջանում խորհրդային վերջին շրջանում Մխիթար Գոշի աշխատությունը լավագույնս ուսումնասիրած անձը եւ գիրք դատաստանին քննական բնագիր հրատարակած անձնավորությունը Խոսրով Թորոսյանը այս հարցը լավագույնս գիտակցել է եւ իր ներածականում այս հարցին անդրադարձել է որոշակիորեն ֆիքսելով այս հանգամանքները, որ ընթերցողը հասկանա, որ գործ ունի ոչ թե ինչ որ պայմանական օրենքների ժողովածուի հետ, որ կարող է ասենք հիմա օրինակ ազգային ժողով կամ խորհրդային պայմաններում Գերագույն խորհուրդ ընդուներ, այլ այստեղ շատ ավելի մեծ նախագծի հետ գործ ունենք։ Եվ այստեղ իհարկե զուգահեռաբար պետք է չմոռանանք նրա մեկ այլ ստեղծագործության մասին։ Երբ խոսում ենք հայտարարություն այսպիսի սկզբով նրա ստեղծագործության մասին, որին մենք արդեն անդրադարձանք, այստեղ շատ ավելի հստակ է երևում նրա պատասխանը վրացական միջավայրում հայ եկեղեցու նկատմամբ եւ առհասարակ հայերի նկատմամբ մեղադրական այն մոտեցմանը, իբրև մեր եկեղեցին շեղված է եւ հայերը իբրև շեղված են քրիստոնեության նախնական դավանաբանությունից եւ ուղղափառությունից։ Եվ այստեղ նա շատ հստակ այդ փաստաթղթով պատասխան է տալիս այս մեղադրանքներին, հիմնավորում է մեր եկեղեցու ուղղադավանությունը եւ հայերի ուղղադավանությունը եւ բնականաբար այստեղ նաեւ մի ուրիշ շատ կարեւոր գործ է նա անում։ Դավանաբանական բնույթի այս ստեղծագործությունը հրատարակվել է մաս-մաս 1900 եւ 1901 թվականներին Արարատ ամսագրի համարներում եւ այստեղ երևում է թե ինչպես է Մխիթար Գոշը պատասխանում հայերին ուղված մեղադրանքներին վրաց եկեղեցու կողմից եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ժամանակ այդ մեղադրանքները ոչ այնքան դավանական են եղել իրականում, այլ ավելի շատ քաղաքական, որովհետեւ Հյուսարևելյան Հայաստանի ազատագրումը այդ ժամանակ ընթանում էր հայ իշխանների գլխավորությամբ, բայց վրաց թագի ներքո։ Այստեղ պետք է նշենք մի կարևոր հանգամանք, որ վրաց Թամար Թագուհին ի տարբերություն իր նախորդների լայնախոհություն էր դրսևորել եւ տարածքների ազատագրման գործընթացն արագացնելու եւ հայ իշխանների շրջանում հատկապես մոտիվացիա առաջացնելու համար հատուկ հրամանով թույլատրել էր, որ տարածքը, որ հայ զորահրամանատարը որ ազատագրի, այդ տարածքը նրան կշնորհվի որպես սեփականություն։ Եվ այս առումով իհարկե ստացվում է, որ Զաքարյանները ինչ տարածք որ ազատագրում էին, նրանց ենթակա զորականները դառնում էին այդ հողի տեր, իսկ Զաքարյան իշխաններն էլ աստիճանակարգային սկզբունքով փաստորեն այդ համակարգի գագաթն էին կազմելու, նրանք իրենց ենթակա զորականները, նրանց ենթակաները եւ այդպես հայ հասարակության ավանդական միջնադարյան այդ հիերարխիկ կառույցը վերականգնվելու էր։
այս համակարգում բնականաբար շատ կարևոր է, որպեսզի իրավահարաբերությունների հստակ միջավայր լինի եւ այդ հիերարխիան հստակ պարզ լինի։ Ընդ որում հայ իշխանները վերականգնելու էին փաստորեն հայկական հողատիրության համակարգը եւ դրա համար պետք է հստակ մշակվեին կանոններ, սկզբունքներ։ Եվ նաև այս տեսանկյունից մենք պետք է մոտենանք Գիրք դատաստանի աշխատությանը։ Նա փաստորեն Հայաստանի նոր միջավայրի համար տալիս է այդ իրավահարաբերությունների հստակ դաշտ, ընդ որում այստեղ խորհրդային շրջանում օրինակ մենք կարող ենք տեսնել իրավաբանական գրականության մեջ սուր քննադատություն, որ իբրև թե այս գիրքը փաստորեն պաշտպանում է այս օրենքների ժողովածուն պաշտպանում է կեղեքող շահագործող դասակարգի իրավունքները, այդպիսին նկատի ունենալով բարձրաստիճան հոգեորականներին եւ իշխաններին։ Մինչդեռ այստեղ խնդրին մենք պետք է այլ տեսանկյունից նայենք, ոչ թե խորհրդային շրջանում մարքսիստական այդ դասակարգային պայքարի տրամաբանության մեջ պետք է նայենք, այլ այն, որ խնդիրը դրված փաստորեն լայն, եթե մենք երկարամյա տեսանկյունից նայենք եւ ավելի լայնամասշտաբ հայացք նետենք այս հարցին, կտեսնենք, որ միտքը հետևյալն է. թագավորության վերականգնման ճանապարհին պետք է նախ եւ առաջ հայկական հողատիրության համակարգը ամրապնդվի, վերականգնվի լրիվ, իսկ մենք չմոռանանք, որ օրինակ երբ 428 թվականին կործանվել է Արշակունյաց թագավորությունը, 885 թվականին հնարավոր է եղել Բագրատների թագավորության վերականգնումը, այսինքն հայոց թագավորության վերականգնումը Բագրատների գլխավորությամբ, միայն նրա շնորհիվ, որ այդ ժամանակամիջոցում հողը ժառանգաբար պատկանել է հայ նախարարներին, գոյություն ունեցել նախարարական պետական համակարգ։ Եվ եթե հողը ժառանգաբար հայ նախարարներին չպատկաներ, հնարավոր չէր լինի թագավորության վերականգնումը։ Այսինքն կոնսոլիդացիայի համախմբման գործընթացը պետք է ղեկավարեն էլիտաներ։ Այդ էլիտաները պետք է ունենան ռեսուրս։ Ռեսուրսը այդ ժամանակ հողով էր որոշում։ Հողակտոր իր տնտեսական հնարավորություններով մարդկային ներուժով այդտեղ ապրող մարդիկ դառնում էին այդ հողատիրոջ մարդկային ռեսուրսը։ Դրա համար Ղթար-Գոշի համար կարևոր է ֆիքսել, որ պետք է շինականները հարգեին իրենց հողատիրոջը, կատարեին բոլոր հարկային պարտավորությունները։ Մյուս կողմից պարտավոր էր հողատեր իշխանը ապահովել իր տարածքում ապրող մարդկանց անվտանգությունը, սոցիալական երաշխիքները եւ բնականաբար այս ամենում իր որոշակի դերակատարությունը պետք է ունենար նաեւ հոգեորականը։ Այս նոր իրողությունների պայմաններում Ղթար-Գոշը բնականաբար հաշվի էր առնում նաեւ մեկ այլ հանգամանք։ Հայաստանը ենթարկվելով սելջուկ-թյուրքական նվաճումներին 11-րդ դարի երկրորդ կեսից սկսած նաև ենթարկվել էր որոշ չափով նաև մահմեդական, քոչորական, թյուրքախոս եւ տարբեր այլ տարրերի ներթափանցումների եւ նրանք թեև այդ ժամանակ դեռևս խիստ փոքրամասնություն էին կազմում, այնուամենայնիվ Հայաստանում որոշակի նոր տարր էին եւ այստեղ շատ հետաքրքիր է, որ հայ վարդապետների մեջ թիվ 1 անձը ցույց է տալիս հայերի ընկալումը եւ մոտեցումը օտարների նկատմամբ եւ հանդուրժողական վերաբերմունքը նույն մուսուլմանների նկատմամբ ի տարբերություն Հայաստանը զավթած օտար վաճկատուն այդ ցեղերի առաջնորդների եւ նրանց էլիտաների։ Հայկական մտավոր էլիտայի ղեկավարը օրինակ կարծում է, որ մահմեդականները հայերին հավասար իրավունքներ պետք է ունենային մեր հողի վրա եւ օրինակ նույնիսկ հարկեր ավելի շատ չպիտի վճարեին ու նրանց անձ եւ գույքը պետք է երաշխավորված լիներ։ Սա ցույց է տալիս, որ խնդիրը մեր մեջ չէ պատմականորեն եւ մեր ընկալումների մեջ չի եղել, այլ մեր տարածքը նվաճողների մոտ է միշտ խնդիրը եղել, մեր նկատմամբ մոտեցման եւ իսլամական օրենսդրության խնդիրն է եղել, որովհետեւ այդ օրենսդրությունը ի սկզբանե ենթադրում էր, որ քրիստոնյան չէր կարող նրանց իրավահավասար լինել եւ հետագայում օրինակ արդեն ավելի ուշ Օսմանյան շրջանում մենք տեսնում ենք, որ օսմանյան թուրքական փաստորեն իշխանությունները հայերի նկատմամբ կիրառել են իրավական անիրավահավասար, ոչ իրավահավասար մոտեցումը։ Հայերը անձ եւ գույքի ապահովություն չեն ունեցել։ Եվ ահա այստեղ տեսնում ենք, որ հայկական ընկալումը փաստորեն Մխիթար-Գոշի օրինակով եղել է հակառակը ավելի հանդուրժող եւ ավելի հավասարություն ենթադրող, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը հայերի ընկալումների, օտարների նկատմամբ ընկալումների մեջ չէ, հայը իր հայրենիքում պատկերացրել է նույնիսկ այսպես այդ հարաբերությունների դաշտը։ Մխիթար-Գոշի Գիրք դատաստանի աշխատությունը տարբեր հրատարակություններ է ունեցել եւ նա մեզ հասել է նաեւ 3 տարբեր խմբագրություններով, բազմաթիվ ձեռագրական օրինակներով
եւ ամենատարածված աշխատություններից մեկն է եղել միջնադարում։ Նրա տարածումը նաեւ եղել է մեր գաղթավայրերում, այսինքն բուն Հայաստանից դուրս նա կիրառություն է գտել նաեւ տարբեր համայնքներում, նույնիսկ լեհահայոց կանոնադրության մշակման հիմքում է եղել, որ լեհական Սեյմը նույնիսկ այն խմբագրություններով հաստատել է հայկական համայնքի համար որպես իրավակարգավորումների հիմք եւ նաեւ այլ վայրերում, նույնիսկ Վիրահայոց թեմում, Աստրախանում եւ տարբեր այլ վայրերում, մինչեւ Սուդան, նույնիսկ եւ Հնդկաստան հասել է որոշակի կիրառություն է ունեցել, բնականաբար ադապտացվելով, հարմարացվելով տեղի պայմաններին։ Տարբեր լեզուներով հրատարակումներ է ունեցել եւ իհարկե նրա պես քննական բնագրային հրատարակությունը Խոսրով Թորոսյանի կողմից է կատարվել խորհրդային տարիներին եւ նաեւ հետագայում մատենագիրք հայոց այդ շարքում առանձին հատորյակով նրա ստեղծագործությունների ժողովածուն հրատարակվել է եւ հասանելի այսօր հայ ընթերցողի համար։ Եվ այսպիսով մեր այսօրվա հաղորդումը նվիրված Մխիթար Գոշին մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։